Ողջույն։ Իրանի շուրջ ընթացող զարգացումները ցավոք չեն շրջանցում նաև Լիբանանը։ Հաղորդվում է իսրայելական ավիահարվածների մասին, ինչպես նաև Լիբանան ներխուժելու լայնածավալ վտանգի մասին։ Սակայն դրան զուգահեռ կարծեք թե հումանիտար ճգնաժամ է ստեղծվել Լիբանանում, քանզի ըստ Լիբանանի պաշտոնական տեղեկությունների մոտ կես միլիոն տեղահանված կա։ Երեկ էլ պայթյուններ են որոտացել Բեյրութում, Իսրայելը նշել է, որ նրանք դրանցով թիրախավորել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, Իրանի բարձրաստիճան զինվորականների։ Լիբանանում եւ նրա շուրջ ընթացող զարգացումների մասին այսօր կապվել եմ Բեյրութ եւ զրուցել եմ տարածաշրջանային հարցերի փորձագետ, քաղաքագետ Եղիա Թաշչյանի հետ։ Ողջունում եմ ձեզ Եղիա, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Բարև, շնորհակալություն ձեզ։ Եղիա, նախ եւ առաջ կուզեմ հարցնել, թե ինչ վիճակի երկրում գտնվում եւ մասնապես տեղահանվածների մասով որտեղից ուր են տեղահանվում։ Այժմ գնամ ասեմ, որ Լիբանանի մեջ վիճակը բավական ընդառված է։ Վերջին օրերուն պայթյուններ եւ ուժեղ օդային հարվածներ տեղի ունեցան, մանավանդ Բեյրութի հարավային արվարձաններում, հարավային Լիբանանի, ինչպես նաեւ Լիբանանի արևելյան շրջանները Սինբեկայի շրջաններում մեջ, ուր հիմնականի մեջ թիրախ կդառնային Հազբալլայի կենտրոնված թիրքերը, ինչպես նաև մեծ թիվով լիբանանցի ամեղ քաղաքացիներ։ Իսրայելյան բանակը նույնիսկ կարևոր է, որ նախապես ոչ ըրած է բնակիչներում, որ լքեն որոշ շրջաններ, մանավանդ ինչպես որսի Բեյրութի հարավային արվարձանի շրջանները եւ նաև Լիթանի գետեն հարավ գտնվող բոլոր գյուղերը։ Ինչ որ կնշանակի թե լայնածավալ ռմբակոծություններու վտանգը իրական է եւ գնա նաեւ ավելի ընդարձակվել։ Հոս ինչպես որսիկ արդեն հազարավոր մարդիկ արդեն լքած են իրենց տուները եւ ըստ պետական աղբյուրներու մոտ կես միլիոն լիբանանցի արդեն քաղաքական դարձած են, այսինքն հարավային շրջաններեն կամ Բեյրութի հարավային արվարձաններեն, ալես գուղվին կամած ծեվի Բեյրութի կենտրոնական շրջանը, ինչպես նաև Ներլիբանան եւ հյուսիսային շրջանները։ Այս մեկը նաև գնա ընկերային եւ տնտեսական դակտաբի դանիլ, եթե պատերազմը երկարի։ Ինչ կվերապերի նաև ասենք Իսրայելի ցամաքային ներխուժման հարցին, ոնց պետք է ասել, որ ներկայիս որոշ սահմանային քույրերու մեջ փախումներ կան, սահմանապակ ասենք զինվորական գործողություններ արդեն իսկ արձակված են։ Սակայն լայնածավալ ամբողջական ներխուժում այն ինչ որ ինչպես պատահեցավ 1987-ին կամ 2006-ին, դեռ ամբողջովին հաստատված չէ։ Կարծեմ գալիք օրերը ավելի կհստականա։ Սակայն անշուշտ վտանգը իրական է, որովհետև սահմանային ինչպես քույրերու մեջ արդեն փախումները կշանակվին եւ երկու կողմերը, ասենք թե Իսրայելը թե Հազբալլան կբարձրացնեն նաեւ իրենց ռազմական ասենք ճնշումը։ Գյուղերի միջև գյուղերում այդ երկուստեք բախումները Հեզբոլայի եւ Իսրայելի միջև են, ասեն Լիբանանյան կողմից Հեզբոլայի միջև է։ Այո։ Լավ, գալով այդ հարցը կուզեի տեղահանվածների մասով խոսել, դուք նշեցիք, որ հարավային շրջաններից փաստորեն ձգվում են դեպի Բեյրութ, ինչպես է դա արտահայտվում, ճամբարներ են ստեղծում, թե ամեն մեկը իր բարեկամների մոտ է, ինչ վիճակ է նաև հենց Բեյրութում։ Երկու տեսակետ գիտեք, վերջին 2024-ին պատերազմին արդեն որոշ ասենք քաղաքականներ հաստատվեցան Բեյրութի այլ շրջանները, նաև ունեին ընտանիքներ եւ բարեկամներ, եւ այսօր ասենք նոր քաղաքական ալիքը արդեն իսկ հաստատվեցավ այլ վայրեր, բայց նաև Բեյրութի կենտրոնական շրջանը, եթե այսօր մեկը գնա քալել տեսնել, բոլոր քաղաքականներով լեցուն է, այսօր կան հազարավոր մարտիկներ, որոնք տակավին դուրսը ճամփաներուն վրա են, որև տակավին Բեյրութը դպրոցներ կպանա կամ ասենք այլ վայրեր, կամ նույնիսկ ապահով վայրեր, որովհետեւ հազարավոր ասենք քաղաքականներ դերակային այս մեկը նաև բավական ժամանակ կա, որովհետեւ երկրի տնտեսական ճգնաժամ կա երկրի մեջ եւ այսօր թիրախը ոչ թե միայն Բեյրութի հարավային ասենք արվարձաններու շրջանն է, կամաց այս թիրախը ընդարձակվելու վրա է։ Քանի որ առաջ մենք նաև տեսանք արևմտյան Բեյրութի մեջ, Բանտոգի մեջ, որ իսրայելյան կողմերը ասենք ռմբակոծեցին Բանտոգի մեջ, որովհետեւ ըստ իսրայելյան դերեկություններուն կամ աղբյուրներուն, որը ասենք Իրանին դիվանագետներ կամ իրանցի դիվանագետներ կամ ասենք զինվորականներ անվստահված են։ Շատ լավ, Եղիա, իսկ հայերի շրջանում վիճակն ինչպես է, արդյոք այսքան վիրավորների եւ զոհերի թվում հայեր կան, թե հայկական ասենք շրջանները կամ դաղերը բավական
հերու են միջև, ասենք ռմբակոծումները, որ ինչպես որսի Բեյրութի հարավային արվարձաններն են, իսկ հայերը գրեթե ավելի գտնվին Բեյրութի արևելյան կողմը, ասենք կամ ասենք Լեռնալիբանանի մեջ։ Բայց անշուշտ տնտեսական ասկոլը նաև ապահովական վիճակը բոլորին կաստ է։ Շատ լավ, Փարքասո, այսինքն ստացվում է, բայց այնուամենայնիվ, որ երկրի հարավային շրջանները դատարկվում են, այո։ Այո, եւ ասիկա նաև դանկավոր դեսանգույնը անե, որ մենք գարտես կերտանք դեպի որոշ ցեղային մակրագործումի կամ էթնիկ կլինզինգի։ Այսօր այն ինչ որ կգադարվի հարավի մեջ, հոս պետք է նաև իսրայելյան ասենք pedagogan կապարախոսությունը մենք պետք է նաև ուսումնասիրենք մենք տեսանք այս մեկը Սուրիո մեջ, մենք տեսանք ասիկա Պաղեստինի մեջ կգադարվի, Գազայի մեջ կգադարվեցավ, գա ատմդավախությունը, որ աս պատերազմը ավելի երկարի եւ հարավը դադարվի նաև իր տնիկ ժողովուրդներն ասենք։ Շատ լավ, եղի այստեղ կխուզեի խոսել Հեզբոլայի դերի մասին, որպես ռազմական ուժի, շատ էր խոսում, որ վերջին հարվածներից հետո նրանց ներուժը ուժի տեսանկյունից բավական մաշվել էր եւ նրանք կարծեք թե հետ էին մղվել, հիմա ինչ վիճակի, ինչ դերակատարում ունեն եւ ինչ պատասխան են տալիս կամ ինչ գործողությունների են դիմում։ Տեսեք դարբեր գարցիկներ կա, ես ֆիլիպինոցի մասան քիչ մը քաղաքագիտության ասանք ավելի տեսանկյուն են նայել։ Այսօր կամ քանի կամ վերջին 10 տարիներում Հազբալան որոշ շապով միջին արևելքի մեջ գրնամ ասել որ ամենակարևոր ոչ pedagogan զինվորական քաղաքական թերակատարները մեկն էր։ Հոս ոչ միան զինված շարժում է Հազբալան պետք է նաև ասիգա շեշել նաև քաղաքական շարժում է Հազբալան ներկայացում ունի Լիբանանի ֆորտաներն եւ Լիբանանին pedagogan համագարկին մեջ։ Ներկայիս Հազբալան նաև ունի 3 հիմնական թեմ։ Նախ զինվորական թեմատությունը Իսրայելի դեմ, ոսկա ապարախոսական նաև ատքիմ կգա։ Քաղաքական ներկայությունը Լիբանանի pedagogan համագարկի մեջ, ինչպես նաև դարաշրջանի թերը Հազբալայի թերը։ Հագարակ ոնչես ոսի ոչ pedagogan կազմակերպությունն է, բայց նաև այսօր Իրանի ռազմավարական ամենակարևոր դաշնակիցներն մեկն է դարաշրջանի մեջ։ Այսօր Հազբալան նաև բարդ իրավիճակ մեջ կգտնվի, ասի մեկ կողմեն անգշանագի նաև բայել ասենք իր ռազմական կարևորությունը եւ կներկայացնե Իսրայելի համար որոշ եթե ոչ զսպիչ այլ ցավցնող ուժը թեգուս սահմանապակ սակայն մյուս կողմեն նաև Լիբանանի տնտեսական ճգնաժամը քաղաքական բարակդումները այսօր Լիբանանի գերությունը բավական polarized եւ բարակտված վիճակի մեջ է ասում եք նաև իր հետևանքները գնա ունեն աբակա ինչպես ուսի քաղաքական բարակդումները եւ միջազգային ճնշումները կսահմանապակեն նաև որոշ չափով անոր ասենք շարժման ազատությունը բացի այդ նաև ասենք դարաշային հագամարտությունները մասնավորապես Իրան, Իսրայել լարվածությունը եւ Գազայի ասենք պատերազմի հետևանքները կստիպեն որ Հազբալան ավելի նաև զգուշավոր լա հոս նաև կարևոր դες որ Հազբալայի ավական ասենք որոշ չափով գնամ ասել գախված է նորեն այլ 3 գործոն Ես դրան էի գալու այո Առաջինը դարձաշրջանային ասենք զարգացումներն են հատկապես Իրանի եւ Իսրայելի միջև ասենք փախումը եւ Իրանի ասենք վարչագահի թիմագայությունը միջև օրս տակավին ասվածագահը թիմագայեց թեգուս ասենք ստացավ ցաներ հարվածներ երկրորդը կարևորը որ Լիբանանի ներքին քաղաքական եւ տնտեսական վիճակն է ասում ասենք քանի որ պետությունը թույլատումը գնա ասենք գմեցնե ասենք Հազբալայի շարժման աստեցությունը բայց նաև գծանապերե զանաս մամատ ընկերային դեսանգույն է որև Հազբալան ստիպված է իր համագիներուն ասենք ավելի օժանդակություններ դրամատրել իր ժողովրդին մանավանդ ասենք մենք reconstruction-ի հարցը կա որ 2 տարի է տակավին պետությունը չգրծավ քայլերու թիմել աս հարցով նաև երրորդ անշուշտ միջազգային աստեցությունն է ասեն հոս նաև գա դիվանագիտական պայմանավորությունները ինչպիսի նոր համացանություն պիտի գնկվի Իսրայելի հետ 2024-ին գնկվեցավ համացանությունը, սայն Իսրայելը նույնիսկ չհարկեց եւ անդադար ռմբակոծեց Բեյրութի ասենք հարավային արվարձանները կամ նույնիսկ Լիբանանի հարավային շրջանները կարծեմ այսօր Լիբանանը պետքություն ունի ամբիսի համացանակրի որ նաև որոշ գարանտիներ կան, ասենք թե Հազբալային համար որոշ գարանտիներ, նաև կարծեմ Իսրայելի համար որոշ գարանտիներ, որ դարձյալ նոր պատերազմի չետան։ Ես տակավին կարծեմ գտեսնեմ գանուխ այս մեկը։ Եվ դժբախտաբար գնալալ ու պատերազմ ավելի երկարի։ Շատ լավ, եղա այս համատեքստում կուզեի նախ եւ առաջ հարցնել, արդյոք կա մոտեցումների միջև հակասություններ կամ տարբերություններ Լիբանանի իշխանությունների եւ Հեզբոլայի միջև ներկա պահին։
Գա գնամ ասել որ այո կառավարության միջև Խոսքի Իսրայելի հետ հարաբերությունների այո մասին։ քանի որ առաջ արդեն կառավարությունը որոշում անեց որ պիտի գախեր Հազբալայի ասենք ռազմական թևը եւ նաեւ անոր գործունեությունը բայց նաև այս մեկը ինչպես պիտի թարգմանի կետնի վրա այսօր Լիբանի բանակը ունի շատ սահմանափակ զինամթերք, ռեսուրսներ, տնտեսական ֆինանսական միջոցներ եթե ասենք նեցուկ չկա այլ ուժերու, այլ մեծ ուժերու աջակցություն չունի բանակը չի գնա այս մեկը հաշուտ նաև ներքին գայությունը կա այսինքն գիտեք այսօր Լիբանյան բանակը իսկապես շատ ցանր վիճակի մեջ է կամ պիտի թարգմանե կառավարության որոշումները կետնի վրա, որ գնա ներքին պահումներու արժև երթալ, կամ բիետա ներքին պահումներու եւ ասենք գնա եղբայրական պատերազմի, ասենք civil war-ի դանիլ Լիբանան։ Ձանր վիճակ է գնամ, ասել, այս երկուքի միջև հավասարակշռված արդյունքով պետք է դուրս գա բանակը եւ նաեւ որոշ չափով կառավարությունը։ Շատ լավ, դուք նշեցիք Իրանի դիմադրողականության մասին, իհարկե դեռևս դիմադրում է, սակայն բոլորը շատերն են նշում, որ ռեսուրսները, պաշարները շատ չեն եւ ամեն դեպքում Հեզբոլլահը համարվում է Իրանի պրոքսի ուժ եւ այստեղ գաղտնիք չէ որ Իրանի արժեվ դրված խնդիրներից մեկն այն է որ Իրանը չաջակցի իր հովանավորյալ ուժերին, այդ թվում նաեւ Հեզբոլլահին, հա, որը որ Իսրայելի հետ համատեղ սահման ունի, նախ հնարավոր համարում եք նման սցենար թե ոչ, եւ եթե այո, ապա սա ինչպես կարող է հետագայում ազդել նաեւ Հեզբոլլահի գոյության կամ գործունեության վրա։ Տեսեք, քանի սցենարիոներ կա, առաջին սցենարիոն, որ միջև հիմա դեղի չունի, որև կոնե ինչ որ ամերիկյան եւ իսրայելյան եւ արևմտյան ասենք լրատվական միջոցները գայտնեին կոնե պատերազմի առաջին օրերեն որ վարչակազմը կփլուզվեր ներքին բաղդուներ գլար քուրդերը ազերները բալոչները այդ մեկը կամ ներքին իմպոստություն գլար միջև հիմա այդ օրը չեղավ հագարակ որ ինչպես որ Իրանը ստացավ շատ զանր հարվածներ այդ մեկը գարցեմ ժամանակի գարոդի որ մենք դիտեցնենք դեպի ուր Իրանը բիերտա եւ ասենք նոր հոգեվոր առաջնորդը ինչպեսի վավելագետ մի դունենա ասենք ապակայի բանակցություններուն հանդեպ։ Եթե Իրանը այս տրակով շարունակի, որոշ շապով ըստ իրանական դեսանգյունեն թիմագարություն ցույց տա, այս մեկը կգնա նաև Իրանին համար իբրև հաղթանակ արձանագրելով, որ վարչակազմը թիմացավ, դեռ ամբողջ աշխարհին դեմ, այսինքն ամսենք հզոր երկրի մտեմ, ինչպես որ բադայցավ վերջին պատերազմին, որ իրանական կողմը իբրև հաղթանակ արձանագրեց։ 2025 թվականի դեպքերը նկատի ունեք։ Այո։ Նաև ադոր արձագանքը ունենան Լիբանանի մեջ, ինչպես Հազբալլան պիտի տեսնե իրավիճակը։ Ես կգործեմ, որ Լիբանանի պատերազմը գնա շատ ավելի երկարի, քան Իրանին եւ գնա բանակցություններու արդյունքին պիտի նայենք, եթե պիտի որոշ բանակցություններ դեղի ունենան, եւ ադոր բանակցությունները արդյունք նաև ինչ պիտի լա Լիբանանը, ասենք Իսրայել-Լիբանան հարաբերությունը։ Որովհետեւ նաև կարևոր է նշել, որ Իսրայելը ունի իր ասենք գեդերը Լիբանանի շուրջ։ Առաջին արդեն ինչ որ խոսվին գարտնա իսրայելյան աղբյուրներում մեջ, որ Իսրայելը կբահանջի կամ իր բանջները ասեմ Հազբալլայի վերջնական զինաթափումը, ինչպես նաև պետք է Լիբանանի կառավարությունը ասենք համացանությունը գնկե Իսրայելի հետ ավելի normalization-ի համացանությունը, որ գնա ասենք ապակային տնտեսական, թիվանակետական հարաբերություն։ Ես լավին չեմ լսում մենք հոնենք բավական գեդեր կան միջև մենք հասնենք որ իսկապես եթե դեղի պիտի ունենա Լիբանանի եւ Իսրայելի միջև որոշ normalization որը կապված ադիգա ասենք այսօրվա փախումները որ դեղի ունենան Հազբալլայի եւ Իսրայելի միջև եւ ինչպեսի ասենք արդյունք պիտի կա Իրանի եւ Իսրայելի Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև պատերազմը Իսկ կարգավորման հարցում որ դուք նշեցիք Միացյալ Նահանգները ինչ դեր է կատարում Լիբանանի մեջ։ Այո, Լիբանանի, այսինքն Լիբանանի կառավարության եւ Իսրայելի միջև կարգավորման գործընթաց։ Կարծեմ ես կրսեմ որ կոնե ինչու գարտամ եւ գվելուձեմ որ Միացյալ Նահանգները որոշ դժգոհություն ունի Լիբանան կառավարության, դերևս իրենք շատ ավելի կբահանջեն Լիբանան կառավարության, իրենք շատ ավելի կբահանջեն Լիբանանյան բանակեն, քան կարող են անել։ Այո, բայց նաեւ գիտեմ որ Լիբանան կառավարությունը եւ Լիբանան բանակը շատ սահմանափակ ռեսուրսներ ունի։ Այսինքն դժվարություններ ունի, չի գրնար, ադոր համար հավանաբար, որ Միացյալ Նահանգները որոշ կանաչ լույս տված է Իսրայելին, որպեսզի ասենք ապահումները շարունակի եւ Հազբալլայի վրա ավելի ճնշում բանեցնի։
Շատ լավ, եւ վերջում իհարկե մենք խոսեցինք, դուք նշեցիք այդ մասին, լայնածավալ ներխուժման վտանգի մասին, կուզեի մի փոքր բացեք փակագծերը, թե որքանով եք հավանական համարում եւ ի վերջո եթե հա, ասված մի արասը նման բան լինի, այսինքն նկատի ունեմ այդ հումանիտար ճգնաժամը, որ կարող է ստեղծվել Լիբանանում, այ ինչ խնդիրներ է փորձելու լուծել Իսրայելը այդ դեպքում։ Սեք 2024-ին այդ մեկը բադահեցավ Թեգուս Մասնակի եք, բայց այնչեր ինչպես որ այո, այսինքն քանի կիլոմետր անտին ես գարձեմ որ այդպիսի կոզողություն կկատարվին որովհետեւ ավելի ջնշում բանեցնեն Լիբանանի կառավարության եւ Հազբալայի ասենք զանգվածին կամ ասենք համագիներուն իր ժողովրդին դրա երեք դեսագի ջնշում կա այսօր Լիբանանի մեջ դի կոզացրի գարձեմ կալիք օրերուն եւ տեսեք ժամանակին եւ որ կամ ասենք վերջին պատերազմին 2024-25-ին կամ 24-ին եւ որ հարվածվեցավ Լիբանանի հարավային արվարձանները Իսրայելը ավելի սահմանափակ հարվածներ կներ իսկ քանի մոռաջ նաեւ ուղղակի ամբողջ շրջանը այսինքն Բեյրութի հարավային բոլոր արվարձանները իրենք բանջացին որ ժողովուրդը լքե շրջանը իսրայելը որ այս հարվածները պիտի ընդգրկվին շնորհակալություն զրույցի համար։ Շնորհակալություն։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքագետ Եղիաթ Հաշչյանի հետ։ Շնորհակալություն, կհանդիպենք։